Բարև ձեզ, հարգելի հայեր ջան, հույսով եմ լավ եք, առողջ եք եւ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Իմ մոտ ավելի քան նորմալ է ամեն ինչ։ Ես գտնվում եմ Արագածոտ մարզի Փարպի համայնքում, գյուղում եւ կանգնած եմ 5-րդ դարի եկեղեցու առջեւ։ Ուրեմն այս եկեղեցին 1500 տարի առաջ կառուցվել է Փարպի գյուղում, տեսեք, ծիրանավոր եկեղեցին ասա եւ եկեղեցին վերանորոգվում է, կարգավորվում է եւ 26 թվականին, այսինքն այս տարի կվերջացնեն բարելավումը եւ կարգավորումը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում հիմա ներկայությամբ գոյություն ունի մեկ անձ, ով վերանորոգում է գրեթե կարելի ասել 60 տարբեր եկեղեցիներ հանրապետությունով մեկ։ Դա եկեղեցական անձ չի, այսինքն տերտեր չի, վարդապետ չի, կտրիչ չի, դա բարեգործ չի, դա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որին ես խորապես շնորհակալություն եմ հայտնում։ Ասեմ, որ Փարպի համայնքում գյուղում գոյություն ունեցել է եւ ունի 7 եկեղեցի, որից 5-ը դեռ կանգուն են եւ մեծ աշխատանքներ են տարվում, որպեսզի այս եկեղեցիները պահպանվեն։ Նիկոլ անկոտրելի, հարգելի վարչապետ, ես ուզում եմ այս եթերով շնորհակալություն հայտնեմ անձամբ ձեզ, իհարկե եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ շինարարներին, բանին, մարզպետարան եւ այլն համայնք, բայց անձամբ այս եկեղեցու մոտ հիմա ես կանգնած, ես ինձ ավելի շատ հայ զգացի, քան երբևիցե։ Սա 1500 տարի մեր պատմությունն է, որը վերանորոգվում է, վերակառուցվում է։ Բերեք դիտենք ժողովուրդ ջան։ Կփորձեմ հիմա ներս մտնեմ։ Տեսեք, աշխատանքները գնում են, այստեղ մուտքը կա։ Քարանձավել ունի, հա։ Հա, այստեղ տեսեք, նույնիսկ գետնի տակով մուտք կա այստեղ։ Շրջան, տեսնում եք։ Տեղեկատվություն այս կողմից ավելի լավ է։ Դա դեպի եկեղեցի գնացող է, Ջաները նոր է բացվել։ Հիմնանորոգման ժամանակ բացվել է այս մուտքը։ Ժորժան, տեսնում եք, նույնիսկ փակ է եղել, հիմա այստեղ մուտքը հիմնական հին ժամանակների, պատկերացնում եք 1000-1500 տարի առաջ սենց իջել են, մտել են եկեղեցի։ Տեսեք, քարե դուռը, հələ պահպանված, հələ ստեղ նայեք ժողովուրդ, այն որ ասում են գախնի բաներ, բայց ներսը մտնելու հնարավորություն չկա։ Այն քարանձավով կարելի է մտնել, բայց արճմարճ չկա այստեղ։ Պետք է ցած տակով մտնենք։ Ես փորձեմ, էլի, բերեք մի հատ ես փորձեմ, ես սիրում եմ գախնի տեղեր մտնել եւ իմ հետևորդներին ցուցադրել, Ժորժան, հասկանում եք, չէ՞, ինչ պատմության մասին է խոսքը։ Ու միաժամանակ փակ է դուռը։ Ներսից փակել են, որ չկանչավեն։ Հաջորդ անգամ, երբ բացվի, անպայման ստեղ ես գալու եմ եւ անպայման միասին կդիտենք, թե ինչ է կատարվում, բայց հələ ինչ է դա։ Արձանագրություն, հա, հին արձանագրություն, նայեք։ Տեսեք, այստեղ։ Հա, տեսա դուռը քար է։ Եթե խնդրեմ մի հատ սա օգնեք, ես իջնում եմ ներքև։ Խնդրում եմ, էսի սենց պահի, որպեսզի ես տեսնենք ինչ կա։ Մի թեթև, էլի։ Հա, ասում եմ մի քանի մետրն է, որ բացվել։ Ֆանարիկ դամ, մի հատ։ Ասի լույս Արելիա։
Խնդրեմ, մերսի։ Ուրեմն Ժորժան, տեսեք, սենց իշնում է, ու ներսով դեր շարունակվում է, հիմա զբաղված են բացելով, տեսեք, սենց գնում է 2 մետր բոյ ունենալու վատն էլ, տեսա էլի, հլը տեսեք, ահա, ես մտա եկեղեցի, ասում են տեղ չկա։ Շրջասրանից առաջ չեմ գնա, բայց տեսեք, քարանձավի մեջ եմ հիմա, ու ցածից եկեղեցին է երևում, տեսեք, հլը մի վարկյան, վարգյանում է, ես գտնվում եմ եկեղեցու մեջ, Ժորժան, հլը ստեղ նայեք, հլը ստեղ նայեք, հասկանում եք, սա ինչ էներգիա է ստեղ, 1500 տարի պատմություն և երկար տարիներ աշկաթողարված, հիմա արդեն հայտնաբերված և վերանորոգվում է բյուջետից, Ժորժան, ձեզ խոստացել եմ, չէ, որ տեղեր եմ տանելու, ցուցադրելու, որը դեռ ոչ մեկ չի տեսել կամ շատերը չեն տեսել, խնդրեմ։ Հիմա մտածում եմ այդ քարանձավով ոնց եմ հետ գնալու, բայց պիտի որ ստացվի։ Ժորժան, սիրել պահպանել է պետք մեր մշակույթը։ Ոչ թե կրոնական, չգիտեմ, տարբեր կարծիքներ կան, դրա մասին չի խոսքը։ 1500 տարի մեր պապերը ստեղ մտել են։ Սա եղել է ոչ միայն Աստծո հետ կապ, սա եղել է ուսման կենտրոն, սա եղել է կարևոր տեղ եւ հանգստություն է, էներգիան։ Սա ոնց կարելի է անտեսել, ոնց կարելի է այսպիսի հրաշք անտեսել։ Սա պիտի լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, ես չգիտեմ կա թե չէ, չնայած որ ցուցակում կար, որ մի հատ էլ այնտեղ լիներ։ Սա պիտի լինի մեր տուրիզմի գրքերի մեջ։ Ես հաջորդ անգամ գալուց ընկերներիս, ընտանիքիս հետ գալու եմ այսպես այստեղ ու հիշեք, Փարպի գյուղում 7 եկեղեցի էսպիսի, հին, գեղեցիկ, որից 5-ը դեռ կանգուն են։ Շնորհակալություն բոլորիդ եւ մանավանդ ՀՀ պատկան մարմիններին, Նիկոլ Անկոտրելի, սիրում հարգում եմ քեզ, շնորհակալ եմ։